Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Մնացորդներուն առաջին գիրքը 4-րդ գլուխ Հութայի զարմը։ Հութայի որդիներն էին Փարես, Եսրոն, Քարմի, Օվր ու Սոփաղ։ Սոփաղի որդին Ռեայա հետը ծնավ, հետ Ակիմային ու Ղաթը ծնավ։ Ասոնքեն Սարացիներուն դոհմերը։ Ասոնքալ Եդամի հորմեն եղան Հեզրայել, Հեսմա եւ Հետրաս, անոնց կրոջ անունը Եսեղեփոն էր։ Քեթովրի հայրն էր Փանվել եւ Օվսայի հայրը Եզեր։ Ասոնք Փեթլեհեմի հոր Եփրատրի անդրանիկին Օվրի որդիներն էին։ Թեգվեի հայրը Ասկուր երկու գին ուներ, Եղա ու Նաարա։ Նաարա անոր ծնավ Վոկոզամը, Վոփերը, Թեմանը եւ Ահաստարին, ասոնք էին Նաարայի որդիները։ Եղայի որդիներն էին Սարեթ, Սահար ու Ետնան։ Գովս ծնավ Ենովպը, Սոփեփան եւ Հարումի որդիին Ահարհելի դոհմերը։ Կապես իր եղբայրներեն ավելի բադվավոր էր։ Անոր մայրը իր անունը Կապես տրավսելով զայն ցավով ծնա։ Կապես Իսրայելի աստուծույն աղաղագեց եւ ասավ. Երանի թե զիս արադորեն օրտնես, իմ հողամասս մեծնես, քու ցերկդ ինձի հետ լա ու զիս չարեն ազատես, որբեսի չվշտանամ։ Աստվածալ անոր խնդրանքը իրակորձեց։ Ուրիշ ընտանիքներու ցանկ։ Սուհայի եղբայրը Քեղուբ Մաքիրը ծնավ, որ Եստոնի հայրն էր։ Եստոն ծնավ Փետրապան, Փասեն եւ իր նահասի հայրը Թանան։ Ասոնք էին Հրեկայի մարտիկը։ Գենեզի որդիներն էին Քոթոնիել ու Սարայա։ Քոթոնիելի որդին Աթաթն էր։ Մաունաթայի ծնավ Եփրան, Սարայա ծնավ Հովափը, Քեքարասիմի հայրը, արտարև անոնք արհեստավորներ էին։ Հեպոնյան Քաղեփի որդիներն էին Իրու, Էլա ու Նաամ։ Էլայի որդին էր Գենեզ։ Հալելիի որդիները Զիփ, Զիփա, Թիրիա եւ Ասարել։ Եզրայի որդիները Հեթեր, Մորադ, Ափեր ու Հաղոն։ Ասոր գինը ծնավ Մարիամը, Սամային եւ Եստոմի հայրը Հեսպան։ Անոր գինը Հությա ծնավ Քեթովրի հայրը Հարեթը, Սոկովի հայրը Քաբփերը ու Զանովի հայրը Հեկթիելը։ Ասոնք էին Մորաթի իբրգին արած Փարավոնի աղջիկին Փեթիայի որդիները։ Անոր գնոջ Օվթիայի Նայեմի քրոջ որդիներն էին Գեյլայի հայրը Քարմի եւ Մակատացի Եստեմով։ Սիմոնի որդիներն էին Ամնոն, Հրինա, Փենանան ու Թիղոն։ Հեսիի որդիներն էին Զոհետ ու Փենզոհետ։ Սելոմի սերունդը։ Հութայի որդին Սելոմի որդիներն էին Ղեքայի հայրը Էր, Մարեսայի հայրը Ղաաթա եւ Ասպիայի դան, Փեհեզակորձերուն դան դոհմերը, նաեւ Հովագիմ, Քուզեփայի մարտիկը Հովաս ու Սարապ, որոնք Մովափի մեջ ստացված կունեին ու Հասուփի Լեհեմ, իսկ ասոնք հին բաներ են, ասոնք փրուտներ էին եւ Նաթայիմի ու Քաթերայի մեջ կփնագեին, հոն կփնագեին թակավորինքով անոր կորձին համար։ Շմավոնի զարմը։ Շմավոնի որդիներն էին Նամվել, Յամին, Յարիբ, Զարա եւ Սավուղ։ Անոր որդին Սեղում, անոր որդին Մապսամ, անոր որդին Մասմա։ Մասմայի որդիները անոր որդին Ամվել, անոր որդին Զաքուր, անոր որդին Սեմեի։ Սեմեի 16 որդի ու 6 աղջիկ ուներ, բայց անոր եղբայրները շատ որդիներ չունեին։ Ուստի անոնց բոլոր դոհմերը Հութայի որդիներուն չափ չբազմացան։ Անոնք Փերսապեի, Մոլաթայի, Ասեր Սվաղի, Փաղայի, Ասեմի, Թուղաթի, Փաթուլի, Հորմայի, Սիգելագի, Փետմարկափովթի, Ասեր Սուսիմի, Փետփարեի եւ Սակարիմի մեջ փնագեցան։ Մինչև Դավիթի թագավոր եղած Ադենը
ասոնք էին անոնց քաղաքները եւ անոնց քյուրերը։ Նաեւ Եթամ, Ային, Ռեմոն, Թոքան ու Ասան 5 քաղաք։ Եվ այս քաղաքներուն շրջակայք եղած բոլոր քյուրերը մինչև Փահաղ։ Ասոնք էին անոնց բնակություններն ու ասկահամարը։ Նաեւ Մոսոփապ, Յամլեկ, Ամասիայի որդին Յոսա, Հովել, Ասիելի որդին Սարյայի որդին, Հոսափիայի որդին Հեու, Եղիովենայի, Հեգեփա, Հասույա, Ասայա, Աթիել, Հեսեմիել, Փանիա ու Սեմայայի որդին, Սամարյայի որդին, Հետայայի որդին, Աղոնի որդին, Սեփեի որդին Զիզա։ Այս անուններով հիշվածները իրենց դոհմերու մեջ իշխաններ էին եւ անոնց նահաբերությունները հուժ փառկավաճեցան։ Իրենց անասուններուն համար արոտ փնտրելով Քեթովրի մուտքը գացին մինչև ծորին արևելյան գողմը։ Բարարդ ու լավ արոտ կդան։ Այդ երկիրը ընդարձակ, հանդարտ եւ անթոռ էր, քանի որ քամեն եղողները առաջ հոն կբնագեին։ Այս անուններով կրվածները Հութայի Եզեկիա թագավորին օրերը գացին, անոնց վրաններն ու հոն գտնված բնակավայրերը զարգին, զանոնք անջիդեցին մինչև այսօր եւ անոնց տեղը բնագեցան։ Արդարև հոն արոտ կար իրենց հոդերուն համար։ Անոնցմե այսինքն Շմավոնի որդիներեն 500 մարդ Սեիրի լերը գնաց, իրենց վրա զորակլուխ ունենալով Հեսիի որդիները Փաղադյան, Նաիրյան, Հրափայան եւ Ոզեյելը։ Ամաղեգի ազատած մնացորդը զարգին ու մինչև այսօր հոն բնագեցան։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։